Բարև ձեզ, 3 դեկտեմբերի 7-ն էր, մի օր, որ մեր պատմության մեջ մնացել է ոչ միայն որպես ցավի հիշողություն, այլ նաև սահմանագից, որտեղ չափվում էր մեր մարդկային ուժը, որտեղ փլատակների տակ կոփվում էր մեր համբերությունը եւ հավատը։ Դեկտեմբերի 7-ը գալիս է մեզ հիշեցնելու, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է կառուցել եւ վերակառուցել, նորոգել եւ վերանորոգել այն, ինչ փլվել է ոչ միայն երկրակեղևի ցնցումներից, այլև հոգևոր, գաղափարական ճաքերից եւ ճեղքերից։ Իսկ մեր հասարակությունը արդեն տևական ժամանակ ապրում է նման պայմաններում։ Նախորդին Գյումրիում դեմ դիմաց կանգնած երկու եկեղեցիներում զուգահեռ պատարակ էր մատուցվում։ Երկու պատարակ, երկու մոտեցում, երկու ընկալում, երկու աշխարհայաց եւ մի միտք, որ ինչ որ բան, ինչ որտեղ սխալ է եւ նորոգումների անհրաժեշտություն ունի։ Այսօր վարչապետը ներկայացրեց իր տեսլականը հայ առաքելական Սուրբ եկեղեցին նորոգելու, այդ եկեղեցին նորոգելու ճանապարհային քարտեզը։ Այս բարդ թեմայի շուրջ զրուցելու համար մենք այսօր տաղավար ենք հրավիրել մի մարդու համար հոգևորը, պետականը, այս ամենը ոչ թե հռչակագրային ինչ-որ մի բան են, այլ հոգևոր եւ գաղափարական տարածք։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները եւ կանխատեսումները, զրուցակիցս բանաստեղծ Հակոբ Մովսեսն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սկսենք դեկտեմբերի 7-ից, ինչ է դեկտեմբերի 7-ը այսքան տարի անց ձեզ համար։ Շարունակում եմ ունենալ որպես միայն ցավի հիշողություն եւ միայն թե նաեւ ինքնաճանաչման փորձություն։ Ըստ երևույթին վերջինը աշխարհը լիքն է աղետներով, փորձանքներով, Սուրբ գրություններում գրված է, որ մարդը, ժողովուրդները, ազգերը, ռասաները կոչված են դրանց դեմ պայքարելու եւ դրանց դեմ առնելու համար։ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը այդ աղետալի օրը մեծ կորուստների գնով համենայն դեպս իր մեջ ուժ գտավ, կարողացավ տասնամյակների ընթացքում դրա հետևանքները վերացնել եւ այսօր նայել առաջ։ Դեկտեմբերի 7-ը երկրաշարժի զոհերի հիշատակի օրը կարող էր միավորող ինչ-որ գործոն դառնալ այս բաժանարար գծերի մեջ, թե յուրաքանչյուր հիշատակ մեզ պետք է միավորի, բայց մեզ պետք է միավորի նաեւ մեր աղետների, մեր ազգային փորձությունների, մեր ողբերգությունների վրա տեր լինելու մի ներքին ուժ, որ մենք ոչ թե տրվենք դրանց, այլ դրանք ենթարկենք մեզ եւ առաջ գնանք։ Ես նշեցի այն մասին, որ Գյումրիում կենտրոնական հրապարակում իրար դեմ կանգնած երկու եկեղեցիներում, մեկը Սուրբ Աստվածածին, որ ժողովուրդն ասում է 7 վերք եւ մյուսը ամենափրկիչ, այս երկու եկեղեցիներում պատարակներ մատուցվեցին տարբեր ընկալումներով, տարբեր մոտեցումներով, սա ինչ է նշանակում հոգևոր գաղափարական իմաստով, երկու հոգևոր տարածք է ձևավորվում։ Չեմ կարծում, ես կարծում եմ, որ սա Հայաստանի քաղաքական եւ ներքաղաքական վիճակի արտահայտություն է։ Ընդհանրապես ես պետություն եկեղեցի այս հակամարտության ես ճակերտների մեջ եմ օգտագործում այդ բառը։ Հետևում ուզում եմ տեսնել այն իրական հակամարտությունը, որը գոյություն ունի մեր պետության եւ մեր ժողովրդի աշխարհաքաղաքական կողմնորոշման համար։ Սա ընդհանրապես շղարշ է, ընդհանրապես վարագույր է, որի հետևում մի ուրիշ գործողություն է տեղի ունենում, Աստված մեր ժողովրդին, մեր իշխանություններին, մեր բոլորիս այնքան խելքոշնորհ տա, որ նախ մենք դա հասկանանք, որ մեր պետությունը չի կարող իր եկեղեցու հետ բախում ունենալ, կոնֆլիկտ ունենալ, եւ երկրորդ հասկանանք այն, թե այս բախումը իրականում ում հետ է, մեր եւ ում միջև է, որը կողվում է պետություն, եկեղեցի իբր թե հակամարտությամբ։ Իսկն սրատակ դուք աշխարհաքաղաքականություն եք։ Անշուշտ, սրատակ ես տեսնում եմ աշխարհաքաղաքական շատ մեծ մի դիրքորոշում։ Գիտեք, ես այս մասին կարծեմ ձեզ հետ միասին մի 2-3 տարի առաջ ենք խոսել։ Ուրեմն մեր տարածաշրջանում, որը կոչվում է Անդրկովկաս, քաղաքական բեկումներ են տեղի ունենում։ Մեր ժողովրդի համար էլ երբեմն աղետալի իր գիտակցության մեջ տեղավորվող օրինակ ինչպեսին Ղարաբաղի Արցախի հանձնումներ, որը տեղի ունեցավ քաղ տեխնոլոգիաներով,
թող մեր ժողովուրդը չկարծի, թե մենք կամ վատ կռվեցինք, կամ լավ կռվեցինք դրա համար, ուրեմն Ղարաբաղը ունեցանք, վատ կռվեցինք դրա համար կորցրեցինք, չնայած մենք պետք է խոստովանենք, որ մենք Արցախի հանրապետությունը 30 տարիների ընթացքում շատ վատ պահեցինք քաղաքական տեսակետից, քաղաքական կողմնորոշումների տեսակետից, մենք չհասկացանք իրերի ու երևույթների հետևում տեղի ունեցող քաղաքական առևտուրները, իրադարձությունները եւ ունեցանք այն, ինչ ունեցանք։ Հիմա դա տեղափոխվել է Հայաստան, Հայաստանը այսօր չնայած իր փոքր տարածքային կշիռին, ունի շատ որոշակի աշխարհաքաղաքական կշիռ։ Չմանրանանք, չխոսենք դրա մեջ, հյուսից հարավ, արևելք, արևմուտք, Մեղրի, Միջանցք, հազար ու մի այնտեղ նրբություններ կան եւ մեր այսպես ասած 300-ամյա պատրոնները մեզ պատրոնություն են արել ընդամենը այդ քաղաքական նկատառումներից ելնելով։ Ես օրինակ ռուսական իրականության մեջ չեմ հիշում մի դեպք, որտեղ ենթադրենք 1915 թվականի հայկական կոտորածների մասին գրված լինի իբրև հայ եւ ռուս ժողովուրդների երկու քրիստոնյա ժողովուրդների համատեղ ողբերգության։ Ես երեք հենց Վլադիմիր Սոլովյովի 3 զրույցն էի նորից կարդում, որտեղ բավականին անդրադարձներ կան։ Նո դրանից առաջ տեղի ունեցող իրադարձություններին, ես այնտեղ ուրեմն հայկական մի գյուղի ավերմունքի կոտորածի մի սամրկեցուցիչ հատված կարտացի, դա երկրորդ ուրեմն գլխում է, երկրորդ զրույցի մեջ, բայց չհանդիպեցի թուրք բառի, հանդիպեցի ինչ-որ տարօրինակ հնչողություն ունեցող բաշիբոզուկի, թե ովքեր են դրանք, մի խոսքով, ես դա համարում եմ նորմալ, ռուսական իմպերիան այստեղ ունի իր քաղաքականությունը, եւ այսօր էլ մենք պետք է հաշվի առնենք, որ ռուսական կայսրությունը, որ այսօր տնտեսական, քաղաքական շատ վատ վիճակում է, ունի իր հետաքրքրությունները եւ մեզ հետ վարվելու է ըստ իր հետաքրքրությունների։ Այստեղ հարցը այն է, թե մենք այդ հետաքրքրությունների դեմ կարող ենք ֆիզիկական, քաղաքական, բարոյական եւ մշակութաբանական մարմին կանգնեցնել, ասել, որ մենք սա ենք, մենք ուզում ենք ցես այդ բարեկամ լինել, բայց խնդրում ենք մեզ հաշվի առեք, որ մենք էլ մեր խնդիրները ունենք, մեր խնդիրները ունենք եւ բարեկամության մասին մենք էլ մեր պատկերացումները ունենք։ Ահա այս աշխարհաքաղաքական հարաբերություններն են Հայաստանում, որոնք հիմա շղարշվել են եկեղեցի պետություն Ինչ կապ ունեն ձեր ասած ամբողջ այս նկարագրածը եկեղեցի պետություն այս ստեղծված վիճակի, եկեղեցու շուրջ ստեղծված ծրագրերի։ Պարզ մի կապ ունեն ներսես աշտարակեցու ժամանակվանից հայ եկեղեցին ռուսական պետության կողմից օգտագործվել է Հայաստանը այս տարածքը, այս ժողովրդին իր բռի մեջ պահելու համար։ Ըստ որում դա արվել է շատ նվաստացուցիչ քայլերով, ներսես աշտարակեցու ժամանակ մեր եկեղեցին իր, այսպես ասած, աստիճանակարգից առաքելական գլորվում է Գրիգորյանսկայա ցերկով անհասկանալի մի բանի մեջ։ Այսօր ես մի 10 օր առաջ լսում էի մի ռուս հոգևորականի Վերևսկի, որը նորից մեզ մեղադրեց ուրեմն հերձվածողականության մեջ, դրանք չկարծեք այս պահերին արվում են հենց այնպես մատների արանքով։ Եվ մեր եկեղեցին նորից առաքելական Սուրբ եկեղեցի իր տիտղոսի փոխարեն մեծարվեց ուղղափառ ընդհանրական եւ ոչինչ չասող տիտղոսով, սրա ամբողջ կրոնական ենթատեքստից դուրս քաղաքական տեքստն այն է, որ հայոց եկեղեցին ռուսական եկեղեցու եւ ռուսական իրականության մեջ ավելի հերձվածողականության համբավ ունենա, որպեսզի առաքելական եկեղեցին, այսպես ասած, աստիճանակարգային վերադասության իր շնորհը չունենա կամ դա անտեսվի, որ հայ եկեղեցու սպասավորը, ել չեմ ասում գլուխը, եթե հանդիպի ռուսական եկեղեցու գլխավորին, ռուսական եկեղեցու
գլուխը, այսինքն համայն Ռուսիա ինչ են ասում պատրիարքը չխոնարհվի առաքելական եկեղեցու ղեկավարի ձեռքին խոնարհում չանի որպես ավակ եկեղեցու։ Սրանք կրոնական բաները, կրոնական այսպես ասած ենթատեքստերը, սրանք եթե մենք նաև աշխարհաքաղաքական ենթատեքստերը գումարենք սրան, ապա մենք տեսնենք, որ այսօր Հայաստանում ինչ տեղի է ունենում Հայաստանի կողմնորոշումները խանգարելու, թույլ չտալու, Հայաստանին առաջ գնալ թույլ չտալու միտումով է արվում, իր հարևանների հետ չճշգրտվելու, իր հարաբերությունները չճշտելու, եւ ես չեմ բացառվում, որ այս եկեղեցու միջոցը, եթե որևէ արդյունքի չհասնի, իսկ ես կարծում եմ, որ չի հասնի, որտեղ մեր ժողովրդի վերջո գիտակցում է, որ իր եկեղեցին ընդհակառակը պետություն ուզում է իր ձեռքը հանձնել ավելի մաքուր, ավելի ամբասիր, ավելի կանոնական վիճակում։ Ես կարծում եմ, որ այստեղ քաղաքական ավելի նողկալի տեխնոլոգիաներ կօգտագործվեն։ Ես ամենայն դեպս եկող տարվա ընտրություններին ընդառաջ սպասում եմ ավելի նողկալի քաղաքտեխնոլոգիաներ։ Ֆոտավոր պատկերացումներ, թե ինչպեսի կլինեն։ Գիտեք, ռուսական ուրեմն գաղտնի ծառայությունների գրպանները լիքն են ամենատարբեր զենքերով։ Ես կարծում եմ, որ դեռևս ռուսները չեն օգտագործել Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ իրենց հիմնական երկու, այսպես ասած, երկու միջոցները։ Առաջին մեր միլիոնից ավել, եթե ոչ 2 միլիոնանոց համայնքը, որը 30 տարիների ընթացքում հայտնվեց Ռուսաստանում, դրա ներկայացուցիչներին ուղարկեցին ցավոք հաջողությունների իրենց համար ցավոք հաջողությունների չասան։ Եվ վերջապես կրիմինալը ռուսական պետությունը իր գաղտնի ծառայությունների ծոցագրպանում, աճ գրպանում կրիմինալ մի քաղաքական ուժ ունի, որը ցանկացած պահի ցանկացած հասարակության մեջ կարող է ռումբպես պայթեցնել։ Օրինակ մենք ինչ կարող ենք անել, եթե ենթադրենք ընտրություններին ընդառաջ, եկող տարվա ընտրություններին ընդառաջ Ռուսաստանից քրեական տար ներմուծվի Հայաստան, որոնք կարող են եւ տերորներ անել, եւ ամեն մի ստոր քայլի դիմել։ Այնպես որ այսօրվա ես բաները ես տեսնում եմ, այսպես ասած, կառավարության անդամների պաշտպանության հանդեպ աղմուկ աղաղակը, որ բարձրացնում են 100 հոգով պաշտպանված են գնում, ես մեր իշխանություններին խորհուրդ եմ տալիս կրկնապատկել, քառապատկել իրենց պաշտպանությունը։ Ամեն ինչ հնարավոր է, ամեն տերոր հնարավոր է, մարտահրավերությունից սկսած մինչև վերջին միջոցը։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ըստ ձեր տրամաբանության սա պայքար է ոչ միայն եւ ոչ այնքան, չգիտեմ, կանոնականության, կուսակրոնության ուխտի եւ այլն, այլ սա պայքար է եկեղեցու վրա դրսի ազդեցությունը չեզոքացնելու համար։ Հենց այդպես, տեսեք, ես մի բան ասեմ։ Կուսակրոնություն հայերեն բառը չի նշանակում կուսություն, այնտեղ կա նաեւ կրոնություն, կուսակրոնություն, կուսակրոնականություն։ Դրան լատիներեն տերմինը ցելիբատը ավելի հավաստի է տալիս ուրեմն երևույթի ամբողջ պատկերը։ Կուսակրոնություն նշանակում է ավելի շատ վարքագրական հասկացություն, քան թե ամուսնական, սոցիալական կնոջ հետ հարաբերությունների վարք։ Ընդհանրապես, եթե մենք նայենք եկեղեցու պատմությանը, ապա մենք տեսնենք, որ այս թեման 3-րդ դարից վիճարկվում է եվրոպական աստվածաբանության մեջ։ Ես ձեզ մեր հերոստատիտողին մի բան հիշեցնեմ, եկեղեցու առաջին սրբերը, առաջին հայրերը, նաև առաջին հայրերը, որոնք հետագայում կանոնականացվեցին եւ սրբացվեցին։ Սրա մեջ դիսպուտների, բանավեճերի մեջ էին, օրինակ Օրիգենես Սուրբը, որը նաև հայ եկեղեցու ընդհանրական սրբերից է, Տերտուլիանոս, Օրիգենես եւ այլն, Մատթեոսի չեմ հիշում, թե Մարկոսի ավետարանի 19-րդ գլխի մի տողը կարտալով մեկնաբանես տառացիորեն այնտեղ ասում է, որ ոմանք ասում է իրենց
ամորձատեցին, որպեսզի կարողանան ծառայել երկնային արքայությանը, եւ իրեն ամորձատեց։ Եկեղեցին դա բանադրեց, եկեղեցին դա համարեց տողի տառացի մեկնաբանություն, բայց կուսակրոնությունը միայն տառացի մեկնաբանություն չի։ Կուսակրոնությունը ենթադրում է, որ մարդը կարող է ամուսնացած լինել եւ սուրբ լինել, եւ հակառակը եւ բոլոր տարբերակներով։ Ինքը Սուրբ Գիրքը Պողոս Առաքյալի բերանով նաեւ եկեղեցու ծառայողին արկելքներ չի դնում ամուսնացյալ կյանքի արչև, բայց այստեղ մի հատ շատ մեծ բայց կա, բայց քանի որ 4-5-րդ դարից սկսած տիեզերաժողովներում հոգևոր ծառայությունը եկեղեցական գրեթե սպայական ծառայության է վերածվել, զինվորական սպայական ծառայության, այսինքն մի աստիճան կա, որից այն կողմ դու այլևս Հիսուս Քրիստոսի զինվորն ես, դու իր սպան ես, եւ կուսակրոնությունը ստեղծվել է նրա համար, որ որևէ մեկին ոչ թե որևէ բան արգելի կամ չարգելի չի էլ կարող, որովհետեւ դա կամավոր է, այլ որպեսզի որևէ մեկին իր աստիճանակարգը ինքը իր ձեռքով ընտրելու հնարավորություն տա։ Այսինքն դու եկել հասել ես մի աստիճանի քո հոգևոր ծառայության հետ։ Այստեղից սկսած ուրեմն քո առջև ուղեփակոց է դրված, կուսակրոնության ուղեփակոցը։ Եթե դու վստահ չես, հետ դարձիր։ Ոչ էլ քեզ ամորձատեր, ինչպես արեց Օրիգինեսը։ Բայց եթե դու դրանից որոշել ես անցնել, դու իմացի, որ սպայական կոչում ես վերցնում քեզ վրա եւ այլևս դու պետք է ծառայես այդ սպայական կոչմանը, այդ սպայական կոչման օրենքներով պետք է աշխարհի քո կյանքը ապրես։ Մեր եկեղեցին ավելի մանրամասն բանավեճերի մեջ այս հարցում չի մտել աստվածաբանական եւ այս ամեն ինչը ես ասում եմ ասելու համար, որ սա վեճ չի, որ այսօր մենք քննարկենք, սա վեճ է այն պատճառով, որ համապատասխան իշխանությունները գտնում են քո եկեղեցու մեջ այդ սպայական աստիճանին դիմացող ամենապիղծ, ամենածախու, ամենամոլորված, ամենաաստվածային կարգ ու կանոնից հեռու մարդկանց եւ նրանց սարքում են իրենց սենքը։ Ոչ մի սրբապիղծ բան չենք ասում, եթե մենք ասում ենք, որ եկեղեցին Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցին, մեր եկեղեցին, իմ ու ձեր եկեղեցին, իմ ու մեր ընկերների եկեղեցին ռուսական գաղտնի ծառայությունների վարչություն է դարձել։ Դա որևէ մեկը պետք է ասի, որ մենք իմանանք։ Դա այդպես է, բոլորս էլ գիտենք, բոլորս էլ տեսնում ենք, բոլորս էլ դրա մասին տեղյակ ենք։ Դա հարցի մի կողմը, հարցի երկրորդ կողմը, որ տեսնելով, որ մեր ժողովրդի կողմնորոշումների մեջ, հատկապես Ղարաբաղը հանձնելուց հետո ինչ-որ բեկումներ են եղել, համապատասխան իշխանությունները փորձում են այդ վարչությունը ակտիվացնել։ Այդ վարչությունը գաղտնի վարչություն է, գաղտնի էլ իր գործանում է, բայց հիմա դրան հանել են պետության դեմ։ Հայաստանյաց առաքելական եկեղեցին այսօր հանված է, ոչ թե ելել է, հանված է Հայաստանի Հանրապետության դեմ։ Իմիջիալոց եթե այսքան խորացանք հարցի աստվածաբանական էության մեջ, այն էլ ասենք, որ ինքը պետությունը եկեղեցի է։ Պետություն բառը նորից ցած այդ միասին 2-3 տարի կրկնել ենք։ Պետություն բառը հրեշտակների 5-րդ դասի անունն է։ Այսինքն երկնային արքայության պետությունը երկնային արքայության, այսպես ասած, մի տեսակ անդրադարձն է երկրի երեսին, ինչի մասին նաև մեզ հուշում է տերունական աղոթքի տողը, ասում է թող լինի քո կամքը երկնքում, ինչպես որ երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Երկրի վրա Աստծո կամքը արտահայտվում է նաև պետությամբ, նաև, տեսեք, ես ասում եմ նաև, որովհետև պետությունն է, որը պահում է օրենքը, հավասարությունը, կարգը, ազատությունը, եղբայրությունը, հավասարությունը, այս բոլոր ատրիբուտները, որ այսօր ֆրանսիական հեղափոխությունից հետո մտել են, եվրոպական պետությունների հիմքում են, որտեղից են հայտնվել։
Հիմա ձեր ասացի համատեքստում ինչ մեկնաբանություն ունեք Գյումրիից հետո վարչապետի շրջանառության մեջ դրած գաղափարների նկատմամբ, գաղափարների մասին, դրանցից մեկը օրհներ կհնչեցնելն է մինչև պատարագը, այդտեղ հղում է կատարվում նաև պատարագի տեքստին, վերին պետության գաղափարին, եւ դրոշի տեղադրումը եկեղեցում կամ եկեղեցու մեջ։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցնեմ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ բանաստեղծ Հակոբ Մովսեսի հետ։ Մենք խոսեցինք պետություն, եկեղեցի եւ հասանք վարչապետի կողմից շրջանառության մեջ դրված նոր գաղափարներին։ Այն է պատարագներից առաջ հնչեցնել հայոց հիմնը, Հայաստանի Հանրապետության հիմնը եւ եկեղեցիների մոտ տեղադրել Հայաստանի դրոշը։ Սրա հետ կապված ինչ մեկնաբանություններ դիտարկում եք։ Ըստ երևույթին վարչապետը ասում է մի բան, ինչը կա մեր պատարագում, մեր պատարագի ավարտին կա վերին պետության մասին հեղինակ։ Աստված պահի Հայաստանը, Հայաստան երկիր դրախտավայր։ Մեզ ինչն է խանգարում, որպեսզի Հայաստան երկիր դրախտավայր միֆական, բիբլիական իրողության կողքին նաև ունենանք Հայաստան երկիր հանրապետություն իրողությունը։ Դրանք իրար հակադիր են, հակառակ են, ես կարծում եմ, որ հակառակ չեն։ Հայաստանը այլևս հանրապետություն է, Հայաստանը այլևս միֆական, ջատագովական, դրախտավայրերի ուրեմն պատկերացում լինելուց բացի կոնկրետ, շատ կոնկրետ տնտեսություն, բնակչություն, տարածք ունեցող երկիր է եւ այո, կարող են մեր պատարագի մեջ նաեւ այս մեր պետությունը հիշատակվել, մանավանդ վարչապետը շատ ճիշտ է ուրեմն կռահել, որ սա նույնպես այն պետությունն է, որի մասին մենք մի քիչ առաջ խոսեցինք, բայց պետություն եթե չենք, մենք ոչ մի բան չենք։ Իմիջայլոց 1000 անգամ ասել ենք, նորից ասենք, մենք պետք է մեր ժողովրդին սովորեցնենք պետություն բառին եւ պետություն հասկացության առկայությանը։ Մեր ժողովրդին երբ որ ասում ես պետություն, ինքը հիշում է 1045 թվականից հետո իր կորցրած պետականության կամ մոտավոր փրտիկները կամ էլ հիշում է այս կամ այն իմպերիան, որի մեջ ինքը ստիպված է եղել ապրել։ Բյուզանդական կայսրությունը, Օսմանյան կայսրությունը, ռուսական կայսրությունը։ Այս պետությունների հետ մեր ժողովուրդը հարաբերվել է որպես համայնքի հոգեբանություն ունեցող համայնքային հոգեբանությամբ, որի մեջ մտնում է հարկ վճարել, ծառայել եւ այլն եւ այլն։ Եվ կրոնական ինքնություն։ Եվ կրոնական, եւ սրանք պետության հանդեպ մեր ժողովրդի մեջ արգահատանք են ձևավորել։ Եթե ոչ վախ երկյուղ, ապա արգահատանք։ Հիմա մեր ժողովուրդը ունի իր պետությունը, սա բացառիկ մի բան է։ Ես երբեմն առավոտները, որ արթնանում եմ ու այս մասին մտածում եմ, ես ապշում եմ 1000 տարի հետո մեր ժողովուրդը ունի իր պետությունը։ Աստված տվել է մեզ, բայց Աստծո տվածը պետք է ժողովուրդները պահեն։ Աստված որ տալիս է, քեզանից պահանջում է դա պահելու ջանք, եռանդ, տաղանդ, աշխատասիրություն եւ նաեւ զոհեր։ Այսքան որ խոսում են մեր, չէ, 44 օրյա, չգիտեմ, առաջին Ղարաբաղյան պատերազմի զոհերի մասին։ Փառք ու պատիվ իրենց, բայց դրանք մեր հայրենիքի համար են ընկել։ Մենք ինչա մեր զոհերի համար արյան գինենք ուզում մեր պետությունից։ Ես իմիջայլոց դեմ եմ, որ թողինձներ են զոհերի ծնողները, ես ասում եմ, որովհետև հնարավոր է, որ այդ զոհերից մեկն էլ իմ որդին լիներ։ Ես դեմ եմ, որ պետական աքսեսուարը, դրոշակը մեր գերեզմանոցներում ծածանվի։ Մեր դրոշակի համար զոհվածների վրա պետք է խաչ բարձրացվի եւ այդ դրոշակը պետք է ծածանվի ապրողների համար։ Դա մեռածների պատգամն է ապրողներին։ Հայաստանի Հանրապետության եռագույնը մեր զոհերի 1915 թվականի զոհերի, ավարայրի ճակատամարտի զոհերի, չգիտեմ,
պատգամն է մեզ ապրողներից։ Մենք իրավունք չունենք դա դարձնել գերեզմանոցային աքսեսուար ուրիշ բան է։ Մենք այնտեղ սկոժապավեններ կարող ենք ունենալ, խաչ, աղոթարաններ։ Ես ուզում եմ ասել, որ պետության գաղափարը մեր ժողովրդի գիտակցության մեջ դեռևս կապված չի այսօրվա իր աշխարհաքաղաքական իրողության հետ։ Ինքը չի հասկանում, որ պետություն ունի, եւ այնքան չի հասկանում։ Վիճարկում է մեր ինքնությունը պետությունն է, թե քրիստոնեությունն է։ Մենք մի քիչ առաջ իրար հետ համաձայնության եկանք, որ դրանք նույն բաներն են։ Տեսեք, պետության մի քանի տեսակներ կան աշխարհում, որոնցից ամենակատարյալը քրիստոնեական պետություններն են, եվրոպական պետությունները։ Իրենց բոլոր հանկարծ ընթերցողը չմտածի, ունկնդիրը չմտածի, որ մենք արդեն հասել ենք նրան, որ պետություն համարում ենք երկնային արքայության փոխարինիչը, բայց իսլամական պետությունը խալիֆատի օրենքներով գործող պետություն է, լրիվ ուրիշ ստրուկտուրա, կազմ եւ նպատակ ունի, քան այն պետությունը, որի ծագումը մենք մի քիչ առաջ ձեզ հետ միասին տեսանք, թե որտեղից է գալիս։ Գալիս է մեր հրեշտակապետության գաղափարներից։ Այնպես որ իմիջիայլոց եվրոպացիները այսօր էլ իրենց կրոնական, այսպես ասած, իդիոմատիկայից շեղումները համարում են պետական շեղումներ։ Օրինակ, եթե մենք կարդանք իրենց մեծ փիլիսոփաներին, մեծ մասնագետներին, հասարակագետներին, մենք տեսնենք, որ իրանք պետություն ասելով հենց հոգևոր մի բան են հասկանում։ Եվ այդպիսին էլ կա իրականում եվրոպական պետությունը 10-րդ դարի մի շվեյցարացի հասարակագետ փիլիսոփա կա, որի խոսքը ես միշտ ուզում եմ, որ մեր ժողովրդի գիտակցության մեջ գրված լինի։ Ասում եմ, մշակույթի բարձրագույն արտահայտությունը պետությունն է։ Եթե դու պետություն չունես, քո մշակույթը չի մարմնավորվել, չի արտահայտվել, արտահայտված չէ։ Պետությունն է, որը մեզ մղում է ավանդույթից դուրս, սովորույթից դուրս քաղաքացիական հարաբերությունների։ Եթե դու պետություն չունես, այդ քաղաքական հարաբերությունները չես կարող ունենալ եւ դու տարտղնած քաղաքական մարմին ունես, որի ով ասես կարող է գալ եւ տիրանալ։ Հիմա ինչպես եք տեսնում ներկա իրավիճակը այս հակադրության եւ հնարավոր հանգուցալուծումը։ Գյումրիում հոգևորականները իմաց ասում են, որ այս եկեղեցին բռնազավթվեց, այսօրը իշխանությունը բնականաբար ներկայացուցիչները այլ բան են ասում, չգիտեմ, կաթողիկոսը հետաձգում է, եպիսկոպոսատ ժողովը ասում է եկեղեցանկաների նկատմամբ բռնության այս ճնշումների պատճառով ենք հետաձգում, իշխանությունն ասում է դա վկայում է այն բանին, որ լեգիտիմություն չունի եւ չի կարողանում կառավարել։ Եվ այս ամեն ինչի մեջ վարչապետն էլ ներկայացնում է իր ճանապարհային քարտեզը հայ առաքելական Սուրբ եկեղեցին նորոգելու համար։ Ինչ կասեք այդ նորոգման ճանապարհային քարտեզի եւ այս իրավիճակի ի վերջո հանգուցալուծման մասին։ Ինձ համար կարևոր չէ թե որթևը ինչ այսպես ասած խումբ կհավաքի իր հետևում եւ ինչ կասի, ես եկեղեցու պարակտում չեմ տեսնում։ Ինձ համար կարևորը այն է, որ մենք մեր վերքը բացել ենք եւ ասում ենք, այստեղ վերք կա։ Հիմա թե մեկը կգա, դա կփակի, մեկը կհրամայի թե փակեք, դրա մասին խոսելու ժամանակը չի, մենք տեսել ենք, որ այդտեղ վերք կա։ Եթե մենք բացել ենք, չենք կարող չբուժել։ Եթե վերքը բացել ես, պետք է դեղու դրման անես։ Ես ինքս ինձ համարում եմ ժողովրդի միջից, ես տեսնում եմ, որ մեր ժողովուրդը ունի այն գիտակցությունը, որ իր եկեղեցին այսօր եկեղեցական կրոնական հոգևոր ոլորտներում չի ծառայում իրեն, որ եկեղեցու նորոգություն է հարկավոր, իսկ եկեղեցու բարենորոգությունը, եթե մենք եկեղեցու ընդհանրական պատմությունը նայենք, քրիստոնեական, մենք տեսնենք, որ դա անընդհատ տեղի ունեցել։ Մենք եկեղեցին ինքը քարացած մի մասունք ու երևույթ չէ, որ ով խցկվի այնտեղ, որպես ցկան թեփուկ խցկվի սաթի մեջ եւ այնտեղ դարերով մնա։ Եկեղեցին նույնպես իր ռեֆորմները ունի, իր
առաջընթացները ունի, այդպեսին պետք է լինի նաև մեր եկեղեցին այսօր պետք է համապատասխանեցնի իր գործունեությունը, իր գոյությունը Հայաստանի Հանրապետությանը, հայոց պետությանը, հայ ժողովրդի պետությանը եւ պետք է իր վարքը կառուցի ըստ նաև ըստ պետական իրողությունների։ Ես այստեղ հակասություն չեմ տեսնում, ովքեր որ հակասություն են տեսնում եւ սերմանում, օգտվում են մեր ժողովրդի անգիտությունից։ Ես կուզենայի իմիջիայլոց, որ մեր մտավորականները, մեր հեռուստատեսությունները, մեր տեղեկատվական դաշտը այս մասին մեր ժողովրդին շատ գիտելիքներ տա։ Մեր ժողովուրդը երբեմն որևէ բանի դեմ ընդդիմանում է, որովհետև չգիտի այդ բանը ինչ է, գիտելիք չունի։ Օրինակ ինքը ընդդիմանում է ենթադրենք հարկի դեմ, որովհետև չգիտի թե հարկը ինչ սուրբ բան է։ Բայց այս ժողովրդին եթե մի հատ ֆիլմ նկարես 5-6 մասանի, այն մասին թե սուրբ գրքում Աստվածաշնչում ինչպես է այրիկինը մտնում տաճար եւ իր վերջին երկդրամյանը գցում Աստծո տաճարի գանձարկը, միգուցե մեր ժողովուրդն էլ հասկանա, որ ինքը իր երկդրամյանը որ հարկը ոչ թե մի բան է, որ պետությունը գալիս վզիցը բռնում տանում է։ Չնայած դա էլ է եղել։ Ես հասկանում եմ, որ երբեմն հարկի հանդեպ խորշանքը նաև դրանից է գալիս, այլ որ դա իր այդ սուրբ լուման է իր պետության տաճարի գանձարկղում։ Այս իրողությունները փաստորեն մեր պետությունը, մեր կառավարությունը լավ չի լուսաբանում, մեր ժողովրդի շատ ու շատ անհասկացողության պատճառներ գալիս են նրանից։ Ինչ հիմար ֆիլմ ասես, սերիալներ, բաներ, հեռուստատեսությունները ցույց են տալիս, բայց թող պետությունն էլ ինքը մրցույթ հայտարարի, օրինակ այն մասին, թե Վահան Տերյանի ողբերգական 15-ից մինչև իր մահ թվականները, իր պետական գործունեությունները, որտեղ ինքը հոգևոր Հայաստանի պետության համար էր պայքարում, ինչի բախվեցին, ինչի առաջ կանգնեցին, խնդրեմ, թող Վահան Տերյանի մասին 10 սերիալանոց մի ֆիլմ նկարեն, բայց ոչ թե որ ցնդած բանաստեղծի, ոչ թե Չարենցի մասին նկարած ֆիլմերը նայում ես, հիասթափվում ես, ալկոհոլիկի ու բանի այդ կերպարից, այլ պետական գործի չի, չէ որ ասում է հոգևոր Հայաստանով ցնդած բանաստեղծի իդեա չի, իդեֆիքս չի, դա հայ մարդու, մտավորական հայ մարդու տառապանքների արդյունք է, այդ թող մրցույթ հայտարարվի պետական գործիչ բանաստեղծ Վահան Տերյանի մասին։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News եթերում, ես զրուցում եի բանաստեղծ Հակոբ Մովսեսի հետ, լավ մնացեք, կհանդիպենք։